Ողջույն սիրելի ժողովուրդ, ես նոր հաղորդաշար եմ ուզում ձեզ ներկայացնել, մենք փորձենք աշխարհի տարբեր անկյուններում ապրող, այսօր մեր օրերում ապրող մեր ժողովրդի զավակների մասին խոսել, ներկայացնել ձեզ, կծանոթանաք դուք նրանց հետ, մարդիկ, որոնք ամենատարբեր բնագավառներում իհարկե շատ լուրջ ներդրում ունեն, ավանդ ունեն, բայց ինչ պատճառներով, ինչի մասին մենք կզրուցենք, նրանց հետ կիմանանք, նրանք այսօր Հայաստանում չեն ապրում։ Կարծում եմ կհավանեք, իհարկե չմոռանաք անպայման բաժանորդագրվել ալիքին եւ հավանել ալիքը։ Առաջին մեր հյուրը, սիրելի ժողովուրդ, սիրով ներկայացնեմ ձեզ դոկտոր Հովհաննես Ճուղուրյան։ Հովհաննեսն իհարկե բնիկ երևանցի չէ, Հովհաննես ջան, եթե չեմ այո, բնիկ երևանցի, հա։ Մենք այս ֆորմալ բաներից խուսափելու համար անուններով կդիմենք իրար, հա։ Այո։ Այսպես։ Այո, Հովհաննես։ Ծանոթացնեմ ձեզ, սիրելի ժողովուրդ, դոկտոր Հովհաննես Ճուղուրյանի հետ, եւ այս հաղորդման ընթացքում, առաջին հաղորդման ընթացքում իհարկե կփորձենք հասկանալ Հովհաննեսի անցած ճանապարհի մասին եւ այն հրաշալի մեծ ավանդի մասին, որը նա ներդրել է Հայաստանում, Արցախում եւ այժմ դեռ ներդնում է։ Ես ընդհանրապես երկու բառով ասեմ, Հովհաննես ջան, որ մեր մշտական այսպես հետևորդների հետ զրուցելիս ես միշտ շեշտել եմ, որ ինչ վերաբերում է այլ պետությունների, ասենք, կայացման գործում, չգիտեմ, ռազմական, չգիտեմ, այսպես մշակութային, ասենք, այս բնակավարներում մեր ժողովրդի զավակների ունեցած ավանդի մասին, գուցե եւ վիճելի լինի, ասենք, հա, մարդիկ ասում են գնաց, չգիտեմ, ռուսների համար է զենքը ստեղծեց, ամերիկացու համար է զենքը ստեղծեց, բայց ինչ որ վերաբերում է բժիշկներին, ես կարծում եմ բժիշկները չունեն եւ չպիտի ունենան ազգային պատկանելություն շակերտավոր, այսպես ասած, այսինքն այն ինչ անում են բժիշկները, սա համամարտկային է։ Ես վերջերս խոսեցի մեր ալիքում այդ professorների, հա, Ռայմոն Դամադյան ունենք, Միքայել Տեր-Պողոսյան ունենք, հա, այդ պետ, ինչպես են ասում, այդ պետ շերտագրման սարքը կամ չգիտեմ այդ մագնիսառեզոնանսային շերտական վարազդատ է Կազանջան առաջին այդ պլաստիկ վիրաբույժը։ Հիմա դուք այն նրանց, այսպես ասած, արժանի հետնորդներից, արժանի հետևորդներից, մեր ժողովրդի զավակների, որոնց մասին մենք քիչ ենք լսել եւ կամ ընդհանրապես չենք ճանաչում։ Հիմա կփորձեմ երկու բառով ընդհանրապես ձեր մասին ասել, Հովհաննես ջան, որտեղ եք ծնվել, ինչպես հայտնվեցիք այնտեղ, որտեղ հիմա նստած եք։ Խնդրեմ։ Ես ուրախ եմ, շնորհակալություն հրավերքի համար։ Ուրախ եմ, ես կփորձեմ շատ համառոտ ներկայացնել ինքս ինձ եւ խոսել ավելի շատ արված աշխատանքների մասին։ Սիրով համեցեք։ Ես Երևանից եմ ծնունդով, հայրս լոռեցի, մայրս գյումրեցի, մամորական կողմից նախապապերը Նահապետ Քուչակի տոհմից ենք մենք 1400 թվականից մինչև օրս մեր գիտենք մեր տոհմածառը մի խոսքով ես երկրաշարժից հետո Հայաստանի 1988 թվականի երկրաշարժից հետո ես աշխատեցի գերմանացիների հետ Մարաշ օրթոպեդիկ ինստիտուտում աշխատեցի գերմանացիների հետ հետո իրենք ինձ առաջարկեցին որ գնամ Գերմանիա սովորեմ կատարելագործեմ եւ այլն Այսինքն ներողություն դուք Հայաստանում չեք ավարտել, Հայաստանում բժշկականում համալսանում Ես Հայաստանում սովորել եմ, հետո բայց շարունակել եմ Գերմանիայում եւ այնտեղ սովորել եմ նաեւ ռեաբիլիտացիայի եւ այդ պրոթեզավորման աշխատանքներին եմ սովորել Եվ այդ գերմանական կարմիր խաչն էր մեզ ֆինանսավորում եւ մենք պայմանագրով պետք է պարտադիր 5 տարի իրենց համար աշխատեինք եւ ես առիթ ունեցա Հայդելբերգի այդ
կոչվում էր Կարլ Բոշ Շուլե, այդպես ինքը բաներ բժշկական ռեաբիլիտացիայի մեծ բաներ դպրոց էր ասենց ասած հավասարազոր մեր ինստիտուտներին ասենց ասած մի խոսքով ավարտեցի այնտեղ հետո երկար հիմոտ վերադարձա Հայաստան աշխատեցի Կարմիր խաչի համար Գերմանիայի աշխատելու ընթացքում նաև պատենտներ ստեղծեցի պատենտներ այսինքն որոշ աշխատանքներ որոնք որ արվում էին գիպսով հետո այդ գիպսը կոտրելը եւ բնությունը փչացնել եւ այլն ես որոշեցի օգտագործել վաքսը մոմը հետո փոխարինեցի վաքսի բինտին այսինքն այն մարդիկ որ գիպսի բինտ են կոտրված ձեռքներին դնում ես դրանք փոխարինեցի գիպսի վաքսի բինտով իրենք կարող են արդեն այդ ձեռքի ոտքի կամ ձեռքի վրա գնալ լողանալ դուշ ընդունել եւ որ չեն կարող անել գիպսի ժամանակ մի խոսքով հետո սրա 90%-ը մեղվի վաքս է միայն 10%-ն է արհեստական որպեսզի ամրություն տա որոշ լաբորատորիաների հետ միասին աշխատեցի եւ ստացանք բարձր ջերմաստիճանի վաքս որը որ կարող էր մինչև 200 աշճան ջերմությանը դիմանալ մի խոսքով պատենտավորեցի դա Գերմանիայում հետո կյանքի ընթացքում եւս 15 պատենտներ ունեմ գրանցված վերջի պատենտը որ նախավերջի պատենտը վերաբերվում էր բուսականության բույսերին էր վերաբերվում հետաքրքիր է որ արմատների բույսերի արմատներին խողովակով հողի տակով խողովակներ է անցկացվում եւ բույսերի արմատներին տրվում է օդ եւ թթվածին եւ օդ այսինքն ցուրտ երկրներին տաք օդ տաք երկրներին դուբայն է սառ օդ եւ ֆանտաստիկ արդյունքներ ունեցա պատենտավորեցի նույնիսկ իմ այս տարի իմ պատենտի advocate ասեց արի քո անունը քո իմ եւ աղջկաս անունով էր այդ պատենտը ասեց արի հանձնենք Նոբելյան մրցանակի բանի ոնց որ տեխնացու որովհետեւ իմ պատենտի դուք դրանց արտոնագրերը ստացել եք Գերմանիայում ամեն ինչ թղթերը ես ձեզ կուղարկեմ հիմա դուք կարող եք ցույց տալ 2015-ին գրանցվեց պատենտը ես կարող եմ ձեզ ուղարկել եթե կարող եք ցույց տալ մեր ունկնդիրներին դրանք արանքում հետո ցույց կտանք որտեղ հիմա պիտի անենք եւ վերջի պատենտը հետաքրքիր է կուզենայի դրա մասին էլ խոսել վերջի պատենտը որ ես հիմա աշխատում եմ դրա վրա այդ փրկարարների համար է այդ ծովափներում բան փրկարարները որ ասենք թե ինչ որ մեկը խեղդվում է մինչև իրանք լողան կամ այդ իրանք այդ ջեթերով իրանք կաչերներով բաներով գրան օգնելու դա երկար պնևմատիկ հրացան է որը որ կրակում է ինքը նայում է քանի մետր է հեռու կրակում է այդ բանը փուչիկը բացվում է այդ խեղդվողի մոտակայքում թելերել բաներ կան որ մի քանի հոգի կարան ինքը մեծ փուչիկ է մոտավորապես 1 մետրը 1 մետրի վրա այտենց բացվում է եւ խեղդվող մարդը բռնվում է արդեն քաշում են իրեն դուրս են հանում եթե ասենք թե մեկը կրակեցին չհասավ իրան երկրորդն է կրակում ինքը ունի եւ եթե մի շատ մարդիկ են մի խոսքով մի բանով կարելի է 5 մարդու օգնել մի փուչիկով 5 մարդու դուրս քաշել մի խոսքով սրա վրա է հիմա աշխատում բան գործարաններ բան պնևմատիկ է հրացաններ բան արտադրողների հետ եմ հիմա բանակցություններ վարում ունեմ հետաքրքիր ուրիշ պատենտ օրինակ ժամացույցը կարող եմ արտադրել առանց բատարեի առանց մարտկոցի ասենք հայերեն այդ ժամացույցի այդ աջ եւ ձախ կողմի այդ
գոտին դրա վրա սոլար պանելներ է դրվում, ոնց որ մեր կալկուլյատորները կային այն ժամանակի լույսի, արևային լույսի կամ արևային, այդ դրանք հենց իրանք մարտկոցներ են համարվում եւ իրանք ժամացույցը առանց բատարեի կարող է աշխատել։ Մեջը պետք չի որ Շատ լավ, ես հիմա մի հատ փորձեմ ուրեմն էկրանը մի հատ տեսնենք ինչպես կարող ենք կիսել, հա։ Մի հատ ցույց տանք ձեր ուղարկած նկարները նկատի ունեմ, փորձենք դրանց մասին խոսել, հա։ Շեդի հետ կապված այդ ագրոնոմիայի պատենտի։ Հիմա հերթով կգանք, հիմա երևում է, չէ՞, էկրանը։ Շատ լավ, այո։ Հիմա այստեղ ձեր ուղարկած նկարներն են, ես սրա մասին կուզենայի խոսել 1995 թվական, չէ՞։ Հա։ Լեդզի Քերոլայն Քոքս, այսինքն խոսքը վերաբերում է 94 Ղարաբաղում, այո, ես Ղարաբաղում երբ որ ես Մարաշի Կարմիր խաչի կենտրոնում աշխատում էի, Գերմանիայից մասնաբաներ մեր ղեկավարները եկան, ասացին, գիտես ինչ, այս կենտրոնը արված է երկրաշարժի վնասվածների համար, դուք իրավունք ունեք Ղարաբաղի զինվորների համար պրոթեզավորեք։ Չնայած մենք գաղտնի անում ենք, բայց ասացին մեր միսիան նախատեսված է միայն Ղարաբաղի երկրաշարժի համար, նաև երեխաների, քանի որ իրենք ամեն 6 ամիսը մեկ կամ մաքսիմում տարին մեկ անհրաժեշտություն ունեն նոր պրոթեզների։ Ես ծրագիր գրեցի պրոյեկտ 300,000 ֆունտ ստերլինգ տվեցի Քերոլայն Քոքսին, հանդիպեցի Քերոլայն Քոքսին եւ խնդրեցի, ասեցի, ես պատրաստ եմ գնալ Ղարաբաղում այդ կենտրոնը ղեկավարել, հիմնել կենտրոն եւ եկեք ֆինանսավորեք Ղարաբաղում կենտրոն մեր ֆիդայինների, մեր կռվող մարտիկների, նաեւ խաղաղ բնակիչներ կային, որոնք ոտքեր, ձեռքեր չունեին։ 95 թվականն է, չէ՞, թե չեմ սխալվում։ 90, այո, 95 թվականն էր։ Քերոլայն Քոքսը տարել էր այդ իմ պրոյեկտը ցույց էր տվել տարբեր մասնագետների, ասել են այդքան քիչ գումարով հնարավոր չի կենտրոն բացել։ Ես ասեցի հնարավոր է, դուք ուղարկեք օգնեք, ես նույնիսկ կամպանիաների տվյալները, բան ամեն ինչը տվեցի, ասեցի մի անգամից տեղից պատվիրեք եւ թող Գերմանիայից, տարբեր օտոբոկ կամպանիայից եւ տարբեր տեղերի գործիքներ, մեքենաներ եւ այլն բերեցինք Ղարաբաղի Ստեփանագերտում մի շատ չնաշխարհիկ տեղ իրենց արանժերիան, ծաղկանոցի այդ իմիջիայլոց այդ երկու հարգանի շենք էր նախատեսել էր նախքին այդ Բագիրով էր, որը այդ Ղարաբաղի այն ժամանակով ղեկավարն էր, իբր թե ինքը հայ էր ծագումով, բայց ոչ մի հայկական բան չկար, Բագիրով էր կարծեմ, դրա տունը վերցրեցին եւ դարձրեցի պրոթեզարան, այն ժամանակ Սեյրան Օհանյանն էր, ինքը փոխնախարարն էր պաշտպանության, Ռոբերտ Քոչարյանն էր, ինքը ղեկավարն էր, այդ պրեզիդենտն էր, 95 թվականի մասին է խոսքը։ 95 թվականի մի խոսքով Քերոլայն անվան կենտրոնը հիմնեցինք, որ եղավ եւ ռեաբիլիտացիայի եւ պրոթեզավորման կենտրոն, հագին 1 տարի աշխատեցի, իմ պայմանագիրը վերջացավ, ես դուրս եկա։ Հիմա տեսեք, 94-95 թվականներին, Հովհաննես ջան, բավական ծանր վիճակում ենք, շատ ծանր վիճակում ենք, եթե հաշվի առնենք, որ բանակը նոր էր կազմավորվել, եթե հաշվի առնենք, որ սովետական այդպես համակարգից միանգամից անցել էինք այդպես անկախ Հայաստանում մի կարգին համակարգ էլ չկար ձևավորված, ոչ առողջապահություն, ոչ կրթություն, այսպես խառը, շատ խառը վիճակ էր, հա, առաջին իշխանությունների մասին է խոսքը այդ կառավարման տարիներին առանց անուններ տալու, որպեսզի մեր գործի այսպես ասած իմաստը չկորի, էլի։ Այստեղ հարցը անունները չեն, այլ ինչ է կարծում, ինչու հնարավոր չեղավ շարունակել այդ օրթոպեդիկ, այդ վերականգնողական կենտրոնը զարգացնել այն աստիճանի, որ
Հիմա այս վերջին տարիներին արդեն 2016 անցանք, հետո եկավ հասավ 2020-ի այդ խայտառակ վիճակը։ Հիմա դեռ ցավոք սրտի շարունակվում է ինչի այսպես ասած պատճառով կամ մեղքով, չգիտեմ, կամ ինչ հանգամանքներից ելնելով հնարավոր չեղավ ոչ միայն զարգացնել Արցախում պահել դա, այլ տեղափոխել Հայաստան, որպեսզի ասենք փորձանքի պահին այսպես արագ արձագանքող ինչ-որ համակարգ ունենային, որպեսզի մեր երեխեք այսօր չընկնեին մանգային այսպես համացանցի հույսին մնալով, մեկը Գերմանիայի ուզում գնալ վերականգնողական ինչ-որ բաների, ես անձամբ իմ ընկերներին ճանաչում եմ, երկու ընկերներս Հնդկաստան են մարդիկ գնում հասնում անգամ վերականգնողական, ինչի համար չզարգացավ այդ ամեն ինչ, ինչ է կարծում որն էր պատճառը, մարդներ թե համակարգը, չգիտեմ, կամ գուցե երկուսը միասին, ով պիտի ինչ-որ բան աներ, որ չարեց։ Գիտեք ինչ, Հայաստանի օրթոպեդիան սովետական միության ամենաառաջի լավագույններից էր, որը որ երկրաշարժից հետո գերմանական Կարմիր խաչը հիմնեց եւ այդ աղի հանքի այդ GTZ գերմանական կազմակերպությունը վերականգնողական կենտրոնը կանգնողական կենտրոնը հիմնեց բարձր մակարդակի մի կենտրոն, որը որ պայմանագիրը 5 տարով էր, եւս երկարացվեց 2 տարի, դարձավ 7 տարի։ Գիտեք, կային մենք լավ կադրեր ունենք, մենք ունենք լավ կադրեր, որոնք մինչև օրս էլ կան, ինձ թվում է Հայաստանում կան, դուրս են եկել երևի 50%-ը դուրս են եկել Հայաստանից, գիտեմ, որ Ռուսաստաններում, Ամերիկան նույնիսկ, ես ինքս էլ արդեն Դուբայում եմ, 27 տարի Դուբայում եմ, ինձ օրինակ համակարգը դուրս չէր գալիս, ղեկավարությունը այնպիսին չէր, որը որ նպաստեր դրա զարգացման, հետո օրինակ հասարակ մի օրինակ միայն երկրաշարժի տուժվածների 6000 տուժվածներ կային, մենակ դրանց պրոթեզավորման համար հարկավոր էր $2 միլիոն, իսկ միայն երկրաշարժին եմ ասում, թողենք Ղարաբաղը, թողենք մյուսը, իսկ Հայաստանի այն ժամանակվա սոցիալ նախարարության բյուջեն նախատեսված էր 1 միլիոն ամբողջ տարվա համար։ Բայց չէ որ միլիարդավոր օգնություններ եկավ, ովանց ջան, թե երկրաշարժը, թե Արցախյան պատերազմին եկան չէ այդ փողերը։ Դրանք արդեն 20 թվականների, արդեն դուք խոսում եք 20 թվականների մասին։ Չէ, ինչի համար 94-ից հետո էլ եկավ։ Այդ ժամանակներում էլ դրսի հայ համայնքը շատ մեծ գումարներ ուղարկեց, ինչ-որ հիմնադրամներ կար, ինչ-որ չգիտեմ տարբեր, ճիշտ է չէր բարձրաձայնվում այդ ամեն ինչի մասին, այսօրվա պես ասենք, չգիտեմ, հեռուստակամուրջներ, չգիտեմ ինչեր, բայց մենք գիտենք, որ այդ միլիոնավոր օգնություններ այսպես մարդիկ շատ են ուղարկել, սպիտը շատ միլիոնավոր օգնությունները հիմնականում ես ուզում եմ հարցնել որպես այսպես մեջի մարդ, այն որ այսպես ներսից ամեն ինչին ծանոթ եք եղել։ Այ որ ասում եմ համակարգ, ասում եք դուրս չէր գալիս համակարգը այդ չեմ կարծում թե ինչ-որ մեկի դուրը գալիս էր այդ համակարգը, խոսքի այդ տեսեք Արցախ եւ Երևան, Հայաստան այսպես նույն համակարգն էր, այսինքն ինչն էր խանգարում այդ երևույթը Հայաստանից էր խանգարում, թե Արցախում էլ հենց այդ երևույթը բնածին ինչ-որ չգիտեմ, ինչ-որ մեկը, ինչ-որ ով էր նախարարն այն ժամանակ, ով էր պատասխանատուն, ինչի համար չզարգացավ այդ օրթոպեդիկ հսկայական կենտրոնը, այն դեպքում, երբ որ լավագույն մասնագետները հայեր էին, հետո այդ լավագույն մասնագետները ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ, որpիսի այսօր ովանց ջան, իմ ասենք ձեզ հետ խոսենք, ամեն մեկի հետ խոսենք, գտնենք մարդկանց, ովքեր դուրս են եկել, հասել են ԱՄՆ, չգիտեմ, մեկը Հնդկաստանում, գուցեև մեկը հիմա դուք Դուբայում, ու հասարակությունը պիտի հարց տասես մարդիկ ինչի են գնացել արաբների համար անում, հնդիկների համար անում, բայց պատճառը հետևանքային կապ կա, չէ, ինչի համար չմնաց այս ամեն ինչը Հայաստանում, ինչու չզարգացավ, ով չթողեց։ Պետք է դա ամեն ինչը լիներ սոցիալական նախարարության տրամադրության տակ կամ առողջապահությանի սովետական միության օրենքների եւ նաեւ Հայաստանի օրենքների համաձայն սոցիալական նախարարությունն էր դրա պատասխանատուն։ Բայց մենք էլ սովետական չէինք։
Չէ, բայց շարունակվեց էլի սոցիալ նախարարություններ պատասխանատու այդ հաշմանդամների համար։ Այդ երկու կենտրոններն էլ եւ Մարաշի կենտրոնը եւ Աղիանքի կենտրոնը սեփականացվեց։ Երբ որ սեփականացվեց, այդ sense ասած որոնք դրանք նախատեսված էին որ պետությանը հանձնվեր, ասենք թե 5 տարի հետո կամ Կարմիր խաչը պետք է հանձներ պետությանը նախարարություններին կամ այդ գետեցետ կազմակերպությունը եղավ այնպես որ սեփականաշնորհվեց չնայած այդ գետեցետ կազմակերպության այդ կենտրոնի տնօրենը սեփականատերը շատ լավ անձնավորություններ բժիշկ ինքը եւ լավ տիրություններ անում այսինքն իրեն երբ որ իր սեփականությունը մարդ ավելի լավ է տիրություն անում բայց իր անձնական շահերը վեր էին ամեն ինչից անձնական օրինակ հիմնականում դրա է հետո փոխեցին ասենք թե թանկանոց գերմանական այդ մասերը այդ սապչաստ ասենք փոխարինող այդ մասերը փորձեցին ավելի էժանագին ռուսական էներգիա գործարանի ապրանքներով փորձեցին բանանել աշխատացնել որը վատը չէր էլի մի քիչ ասենք թե ծանր էր եւ այլն բայց մի խոսքով մարդիկ փորձում էին ավելի էժան միջոցներով այդ նույն գումարները աշխատել հետո սոցիալ ֆոնդը ինքան բավական չուներ նախատեսված տարեկան ֆոնդը այդքան չէր նախատեսված որը որ ապահոver դրա համար քիչ-քիչ sense ասած այդ լավ կադրերը դուրս եկան այդ աշխատանքը կանգնեց իսկ մասնագետները երբ որ միայն փորձով են իրենք առաջ գնում այսօր ես 90 հաշվենք 90 թվականից ես աշխատում եմ այս մասնագիտությամբ 30,000-ից ավել պացիենտ ունեմ 30,000-ից ավել պացիենտ ունեմ դա այսինքն մարդ պետք է 40-45 տարի աշխատի որ 30,000 պացիենտ ունենա իսկ ես մոտ ասենք թե 27 տարի աշխատել եմ եւ 30,000 պացիենտ ունեմ այսինքն ավելի շատ քան նախատեսված է որովհետեւ տեսեք հիմա կգանք Գիտեք, ասենք թե պատերազմից հետո ես լսում էի, որ Սերժ Թանկյանն էր փորձում ինչ-որ թանկանոց պրոթեզներ ուղարկել Հայաստան, որոնք բայց իրենք մասնագետներ չէին, իրենք պետք է խորհրդակցեին մասնագետների հետ, օրինակ բիոնիկ այդ ձեռքերի պրոթեզը, որը որ մատներն էլ է շարժում եւ այլն, բիոնիկի նույն գնով 5 հոգու կարող էր էլեկտրական պրոթեզ պատվիրել սարքեր 5 հոգու համար, այդ մի բիոնիկի գինը, այդ մի բիոնիկը արժե $100,000, $90,000, այստեղ ես ունեմ ընդամենը Դուբայում ես 27 տարվա մեջ ընդամենը 3 պացիենտ եմ ես սպասարկել կամ այդ ինտելիգենտ կոմպյուտերային ծնկներ կան գերմանական օտոբոկ կոմպանիի դրանք ամեն 6 ամիսը մեկ պետք է ծրագրամա մասնագետը ծրագրամայով կարգավորեր դրանք փչանում են շարքից դուրս են գալի դե իրան փորձում են լավագույնը բայց պիտի մասնագետի հետ խոսան այդ լավագույնը բերեցին 6 ամիս հետո բայ ով է այդ մարդուն պիտի ուղարկես Ամերիկա որ էլի ծրագրաման տանվի այդ նույն ծունգը աշխատի կամ ձեռքը աշխատի Տեսեք, հենց դրա համար եմ ասում, այդ համակարգողը, ընդհանուր համակարգողը չէ, եւ Հայաստանում եւ Արցախում, այսինքն այն ժամանակ Հայաստանից ամեն ինչ անում ենք, որպեսզի Արցախի մեր ժողովրդին հասնենք, կամ չգիտեմ, նույնը Երևանում իմ ու քոն չկար գոնե այն ժամանակ իմ ու քոն չկար։ Բայց ինչ եղավ հիմա ձեր դուրս գալուց հետո կամ ընդհանրապես այսօր, ասենք, ինչ վիճակում, ինչ ճակատագրի արժանացավ այդ Բագիրովի տունը, որը դարձել էր այդ կենտրոնը։ Կենտրոնը ջալոց աշխատեց, երկար ժամանակ աշխատեց, հետո ես արդեն որ ես Դուբայում եմ իմացա, որ ինչ որ մեկը էլի վերցրել էր, սեփականաշնորհել էր Եվ այնտեղ փորձում էր ինչ որ ուրիշ այդ նույն գործիքների հիմքի վրա ուրիշ բաներ արտադրել, խայտարակություններ, մի խոսքով Ղարաբաղի կենտրոնը 2 տարի հետո էլ արդեն գոյություն չուներ,
Այլի Ղարաբաղցիները գալիս էին Հայաստան, սեփականաշնորհման չի կարելի, այսօր Էդվարդ ջան, մենք պետք է առաջի բանը անենք, մենք պետք է ազգայնացնենք բոլոր կարևոր օբյեկտները, այսինքն այդ նույն ջուրը, այսօր որ իտալացիներինն է, այդ նույն ատոմակայանը, որ ռուսներինն է, այդ բոլորը մենք պետք է ազգայնացնենք, այդ նույն սփյուռքով գումարներ հավաքել, փայատերեր դարձնել 20-30 հոգի բաց բաժնետիրական ընկերություն մարդիկ փողեր դնեն ռուսներին ասենք ձեր գումարը ինչքան է վերցրեք դուրս եկեք սա դառնում է հայկական սեփականություն Դե այստեղ մի քիչ ավելի քաղաքական պիտի երանգ ոչ մի քաղաքական բան չկա Դրա համար չեմ ասում չեմ կարծում թե օրինակ այսօր օրինակ չեմ կարծում թե այսօր եթե օրինակ չգիտեմ 10 միլիարդ անեն տան ռուսին ասեն 5 միլիարդ ես դրել մենք քեզ 10 ենք տալիս ու աշխարհում ունենք միլիարդատերեր որ ասենք հավաքվեն չգիտեմ դնեն այսքան գումարն ասեն ինչ ես ուզում պարոն այսքան դրել ես մի հատ էլ փոխհատուցում են վերկացու գնա չեմ կարծում թե նրանք կգնան դրա համար եմ ասում այստեղ անպայման քաղաքական եթե երկրի ղեկավարը երկրի գլխում կանգնած լինեն ցավող հայրենասեր մարդիկ նրանք կարող հանգիստ կարող ես անել ասում ես ես հարկեր եմ դնում 50% հարկ եմ դնում չես վճարում դուրս արի իմ երկրից կամ կով մենք կարող ես այսօր հարկարավոր ալավերդում հյուսիսային Հայաստանում եւս մեկ ատոմակայան կառուցել 5 բաներով այդ 5 այդ իրանց ստացիաներով 5 բլոկներով այդ ժամանակ բոլորը գիտեք մեր 94 թվականին նույն Ալիևը համաձայնվեց հաշտության պայմանը երբ որ ասեցին որ ատոմակայանը բացվելու է արդեն ուզած չուզած Հայաստանը դարձավ ատոմային տիրություն այդ հաշտության պայմանագիրը կապեցին ոչ թե Ելցինի սիրուն աչքերի համար արվել կամ ես իմ Լևոն Տեր-Պետրոսյանի քանի որ բայց այդ ուրանը բերվում էր Ռուսաստանից Ովանշյան հիմա տեսեք այսօր մենք ուրանը կարող ենք տարբեր տեղերից բերենք այսօր մենք ունենք ֆիզիկայի ինստիտուտ մենք ինքներս էլ կարող ենք հարստացնել այո մենք այդ ֆիզիկայի ինստիտուտում չգիտեմ օրինակ 25 տարեկանում ակադեմիկոս օրինակ Մերգելյանն ինչ ճակատագրի արժանացավ Հայաստանում նույն Ալիխանյանները ինչ ճակատագրի արժանացան Հետո երբ որ նրանք դուրս եկան ԽՍՀՄ, դարձան ԽՍՀՄ այսպես կարևորագույն գիտնականներ երկուսն էլ, հա, մենք անպայման սկսեցինք այս մարդկանց հետևից այսպես անուններ կպցնել, փոչեր կպցնել, տեսեք սովետի համար էին անում, էս էին անում, այն էին անում։ Լավ, մինչև 91 թվականը հասկացանք ինչ առումով, որտեղ ուզենք, չուզենք, ասենք այդ պսևդո հայրենիքի գաղափարը այսպես ներշնչել էին մեզ սովետ, Կրեմլ, չգիտեմ, Մոսկվա, բայց անկախանալուց հետո 91-ից այս կողմ ես նկատի ունեմ Չէ որ մենք անկախությունից հետո չսկսեցինք պատերազմել։ Մենք արդեն պատերազմում ենք, երբ որ երկիրն անկախացավ։ Ինչեր էինք անցել, հա, այնտեղ Բաքու, Սումգայի, չգիտեմ, այսպես։ Այդ ամեն ինչի միջով անցած երկիրը անկախություն ձեռք բերեց։ Ну, ամենայն դեպս այսպես իրավական բոլոր օրենքներով աշխարհի համար ճանաչվեց անկախ պետություն։ Եվ այդ անկախ պետությունում, որն արդեն պատերազմի մեջ էր, հա, ամեն ինչ պիտի արվեր, որպեսզի հաջորդ վտանգի դեպքում արդեն 94-ին հրադադար եղավ, այսպես ստորագրեցին երկու կողմերից իբր խաղաղության պայմանագիր չեղավ, պատերազմի ավարտ չեղավ, կապիտուլյացիա չեղավ, ընդամենը հրադադար էր։ Ընդամենը։ Գիտեք, Էդվարդ ջան, ինձ թվում է 91 թվականին ոչ թե ինձ թվում է հետո որ արդեն վերլուծում ես ամեն ինչը անցած տարիների սխալները 91 թվականին, երբ որ մենք Հայաստանը հռչակեցինք անկախ պետություն, այդ նույն ժամանակ նաև Ղարաբաղը մտներ այդ նույն Հայաստանի կազմի մեջ, համարեին միանգամից Հայաստանի եւ Ղարաբաղի անկախությունը եւ վերջ 91 թվականով վերջանում էր այդ ամեն ինչը ոչ թե այսօր ասենք թե ինչ որ Պուտին ասում է դուք ինքներդ էլ չեք ճանաչել Ղարաբաղը ճիշտ ասում մենք Ղարաբաղը բայց պետք է 91 թվականին ճանաչենք այն ժամանակ Ադրբեջանը շատ թույլ էր այն ժամանակ այդքան ասենք թե նավթից եկամուտներ բան մենք թողեցինք որ Ադրբեջանը հարստանա
Տեսեք, այստեղ խնդիրը ես տեսեք որ դաշտում եմ ուզում մենք քննարկենք խնդիրը, Հովհաննես ջան։ Դուք որպես են ամենակարևորագույն ոլորտի են, ասենք են երևելի ներկայացուցիչներից, հա, որ մարդիկ օրինակ չգիտեն, հա, շատերը ձեզ դեմքով չեն ճանաչել, որ 95 թվականին այս մարդը հենց Քերլայն Քոքսի հետ նրա գումարներով, նրա հովանավորչությամբ, ասենք, նրա մեկինասությամբ հիմնեց Արցախում այս ամեն ինչը, որը ընդամենը 2 տարի ապրեց։ Մեջ արեցին կամ սեփական աշնորհեցին կամ ինչ արեցին, սա կարևոր չի։ Ինչու Հայաստանը չճանաչեց կամ 91-ին կամ 94-ին կամ նույնիսկ ասենք 2020-ին, այլ որ սրանք մի կողմ թողենք, որովհետև սրանց հետևում շատ լուրջ քաղաքական վերլուծություններ կա, եթե հետ գնանք շատ լիքը մեծ բաներ պիտի բացենք։ Ես խոսք ուզում եմ բերել այլ հարթության մեջ։ Նույնիսկ ճնշումների տակ, ենթադրենք, ասենք իմ հարևաններն ինչ ճնշում են, մեր տանը, ենթադրենք, այս շենքում ապրում ենք, այս հարևաններն ինչ ճնշում են, վերևի հարևանը ինչ ճնշում է, կողքի հարևանը ճնշում է, ներքևի հարևանը ահաբեկում է։ Ինչ կապ ունի այս բոլոր երեք երևույթները, ճնշողը, ահաբեկողը, վախեցնողը, ինչ կապ ունի իմ տան մեջ իմ ընտանիքի անդամների հետ ընդհանուր հայտարարի գալը։ Եթե մենք ապրում ենք մի տան մեջ ու 3 հարևաններ մեզ ճնշում են, հետո դու սեփական աշնորհում ես քո ուզածը։ Ես վերցնում եմ իմ նույն տան մեջ։ Խոսքը սրա մասին էր, Հովհաննես ջան, այսինքն բժիշկները չասեցին, որ գիտեք ինչ, մի հատ տեսեք մեր աշխարհագրական դիրքը տեսեք։ Նա ձեր անցած պատմությունը տեսեք, հա մենք քիչ առաջ մինչև այդպես բանի միացնելը, հա, այդ մինչև ձայնագրության միացնելը մենք խոսեցինք Համբարձում Քելիքյանի մասին, որ ԱՄՆ-ում մինչև այսօր, ասենք դոկտոր Քելիքյանին գիտեն, ինչ այսպես վերականգնողական կենտրոնների այսպես հիմնադրել, այսպես եղերնից մազապուրտ եղած ծնողների զավակ խոսքը այլ բանի մասին էր, Հովհաննես ջան, դուք որպես բժիշկ ձեզ ինչ-որ մեկը խանգ արեց, ձեզ ինչ-որ մեկն ասեց, գիտես ինչ եղբայր, ազգային մտածելակերպ պետք չի, ոչ Արցախում, ոչ Հայաստանում, պատերազմը բրծավ, բայց պատերազմը չէր վերջացել։ Ոչ խաղաղության պայմանագիր էր կնքվել, ոչ կնքվել էր կապիտուլյացիա, չգիտեմ, այսպես ոչ ոք սպիտակ դրոշ չէր բարձրացրել այն կողմից, ընդամենը հրադադար էր։ Ընդամենը հրադադար էր ստորագրել եւ մենք գիտեինք, որ այս ամեն ինչը գալու է հետ, անպայման պիտի մի օր պահանջեն այս մարդիկ, հա, կամ վերևի հարևանը կամ այս բոլորը հանցավոր համաձայնությամբ նորից պիտի գան մեր վրա կռիվ։ Մեր տան մեջ ես, դու, նա չկարողացանք համակերպվել, չկարողացանք պահել մեր ունեցածը եւ դրանցից ամենակարևորը հենց զենք զինամթերքի արտադրությունն էր իհարկե եւ բժշկությունը, որովհետեւ ես այսքան որ խոսում եմ մեր հայրենակիցների մասին, ինչ հիանալի, ինչ հզոր, հանճարեղ դեմքերի մասին ենք իմանում, որոնք ապրել են Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Հիմա ցավոք ոչ մի բան էլ չեն արել Հայաստանի մասին, Հայաստանի համար, այսինքն մտահոգված չեն եղել, չեն սրտացավ չեն եղել, ուղղակի իմացել են, որ իրենք հայ են, ինչ որտեղ իրենց լավ են զգացել կամ ինչ որտեղ նույնիսկ թաքցրել են, որ իրենք հայ են, չգիտեմ, գիտեք, ամեն մարդ պետք է զգա իր տեղը, օրինակ ես զգում եմ, որ դրսումից ես Հայաստանին ավելի շատ կարող եմ օգնել, քան թե Հայաստանում, այս նույն Գերմանիայից, ասենք թե ես Գերմանիայում 25 տարեկան էի, ես ֆոնդ հիմնեցի Գերմանիայում մեր հաշմանդամների, քանի որ գերմանական Կարմիր խաչը ասեց մենք պետք է դուրս գանք 5 տարուց հետո, ես մտածեցի լավ 5 տարուց հետո այս հաշմանդամներին բաղով ֆինանսավորելու պետությունը գումար չունի, ֆոնդ հիմնեցի բարեգործական, ունեմ այդ բանկի թղթերը ցույց կտամ, բլանկները, կնիքը, մինչև օրս ինձ մոտ են, բայց արի ու տես, այսինքն ես փորձում էի շատ բաներով օգնել, ինչով կարող եմ, մինչև հիմա էլ օրինակ Էմիրատներում ասեմ ձեզ, Էմիրատներում հայերին շատ են հարգում,
պատմականորեն այս երկիրը հայերն են հիմնադիր, եղբայր, շատերը չգիտեն, չնայած շարժայի ներկայիս այդ ղեկավարը Մոհամեդ Ալ-Քասիմին իր գրքի գիրք ուներ գրված եւ գրել էր, որ այս երկրի հիմնադիրները եղել են հայերը, Ջուլֆար քաղաքից եկած հայերը։ Հիմա ես փորձեմ մի հատ այդ ձեր ուղարկածներից նորից, հա, ինչ որ բան բացել, ուրեմն որպեսզի սրա մասին խոսենք, հիմա դուք տեսնում եք, չէ՞, էկրանը։ Ահա։ Ուրեմն ասես բան չկա առաջինս։ Չէ, ես նկատի ունեմ ձեր ուղարկած նկարները նկատի ունեմ։ Հələ առաջինս ոչ մի բան չկա իմ նկարած ուղարկած։ Չէ, հեսա կբացենք այստեղ, ուրեմն։ Չէ, չգտա, մի հատ հեսա մի հատ գտնեմ։ Հա, մի խոսքով ես այս ընթացքում պատմեմ 10-րդ դարում եւ որ մոնղոլ թաթարները հարձակվում են Հայաստանի վրա եւ Իրանի եւ Հայաստանի վրա են հարձակվում։ Հա, դուք ասեք, հայ առևտրականները մետաքսի հայ առևտրական 20 առևտրականներ վերցնում են իրենց ունեցվածքը, իրենց ընտանիքի անդամներ, իրենց հարստություն, մետաղ, ոսկի, արծաթեղեն, զարդեղեն եւ այլն տեղափոխվում են նրա այդ 20 ընկերներից մեկը Օմանի սուլթանի մտերիմն է լինում, որը մի երկար տարիներ Օմանում մետաքս է վաճառել եւ այլն, ասում է եկեք գնանք Օման, այդ սուլթանը մեզ Որ թվերի մասին էր խոսքը ներողություն։ 10-րդ դար, երբ որ մոնղոլ թաթարները հարձակվում են Հայաստանի վրա, այդ ժամանակվա, գալիս են այս 20 բաները այդ առևտրականները մետաքսի առևտրականները գալիս են իրենց նավերով այս սուլթանը բարձանում է գրվում է Շեխ Կասիմին իր գրքի մեջ գրում է ասում է հա սա այդ Հայաստանի այդ կենտրոնն է այդ թերթի մեջ ռուսական Արմենիա թերթի մեջ տպագրված հոդված որտեղ իմ մասին էր եւ մեր հա մի հատ այնքոմ հետ գնա մի հատ Էդվարդ ջան մի հատ հետ կգնա հա սա այստեղ ռուսերեն է սրա մյուսը հա սա Դուբայի Շեխ Մուհամեդ Ալ-Մակտումի վեբսայթն է վերևը ցուցադրեք վերևը էլի փոքր այս է Շեխ Մուհամեդ չէ վերևի այդ Շեխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ-Մակտում իրեն վեբսայթն է իրեն վեբսայթում գրված է իմ մասին որ այստեղ դեղինով գրված է որ Հովանես Ճուղուրյանը ես ամեն տեղ էլ ասում եմ գրեք որ հայ գրում է որ հայ եւ այլն Պաղեստինի Գազայից եւ Վեստ բանկից երեխաներին բերեցին 2 տարի 2007-ից 2009 թվականները մենք իմ կենտրոնում պրոթեզավորեցին այդ երեխաներին մոտ 270 երեխաներ եմ սպասարկել պատկերացնում եք այդ 2 տարվա մեջ մի խոսքով այս պետությունը գնահատում էր մանավանդ մեզ հայերին շատ էր սիրում գնահատում մի խոսքով այդ հայերը գալիս են շարունակեմ այդ միտքը հայերը գալիս են Օմանի սուլթանը բարձրանում է 20 նավերը որ տեսնում է ասում է ամեն մի նավում ավելի շատ հարստություն կար քան թե սուլթանի գանձարանում սուլթանը ասում է լավ ինչ եք ուզում դուք ունեք այն ինչ որ ես չունեմ ասում են տվեք մեզ տարածք մենք ուզում ենք ձեր երկրի ներս ավտոնոմիա լինենք Օմանին ենթակա ավտոնոմիա լինենք այդ Գորֆախան Ֆուջերա այդ տարածքից մինչև Աբու Դաբի այդ տարածքը վերցնում են իրենք գնում են եւ դառնում են այդ տարածքի տեր ու տիրականը այս հայերը զարմանալի է մի անգամ ես նաեւ կենտրոն ունեի Ալեինում Ալնուր հոսպիտալում շաբաթական մի անգամ վիզիտինգ դոկտոր գնում էի մի անգամ կարդում եմ Ալ-Հայեր Դուբայից երբ որ Ալեին ես գնում ձախ թևի վրա Ալ-Հայեր մի անգամ գործից հետո ասի հետ գալուց մտնեմ եկա մտա ասեցի տեսա մարդկանց ով որ անգլերեն էր խոսում որ շատերը դե անգլերեն չգիտեին ով որ խոսում էր մտա խոսացի ասեցի
ինչ է այս քաղաքում գյուղում ինչ է դե ասեց սա մեծ առևտրի կենտրոն է եղել այս Ալհայերը այստեղ մարգարիտ են փոխանակել ոչխար ուղտ ձի առել ծախել են մարդիկ ինչ որ մետաքս ոսկեղեն բան առու ծախի կենտրոն է եղել ոնց որ շուկա օպտովի շուկա հա Մեխոն բայց նա հետո արաբիներին հարցնում եմ ի՞նչ է նշանակում ալ-հայեր ձեր լեզվով ասում եմ ոչ մի բան ասում եմ ալ-հայեր նշանակում է հայեր մենք հայ ենք հայերեն մեր ազգությունը հայ է երկիրն է Հայաստանն է կոչվում հետո Օմանում մի հատ քաղաք կա կոչվում է Արմանի որ Արմանի նշանակում է Արմենիա արաբերեն Ջուրֆարը Ռասել Խեման առաջ եղել է Էմիրատների մայրաքաղաքը իսկ մայրաքաղաքի անունը եղել է Ջուրֆարը այդ Ջուրֆարը նույն Ջուրֆալի առևտրականները եկել են այդ քաղաքի հիմնել են այդ երկիրը հիմնել են հետո 18-րդ դարում ալնայանների ընտանիքը Եմենից եկան հարձակվեցին հայերից վերցրեցին այս տարածքները պատմությունը այսպեսին է եղել Հիմա մոտավոր ինչ բնակչություն ունենք Էմիրություններում 10,000 երևի 10,000 կամ 10-11,000 հայեր ապրում են, որոնք որ մշտական են, ամբողջ։ Ինքն ժամանակին ավելի շատ են եղել ու լուրջ լծակներ են։ Ժամանակին շատ են եղել, հետո իրենք էլ արդեն որ պատերազմներ, բան իրար մեջ էլ որ պատերազմներ եղան, իրանք առն դուրս եկան իրար մեջ պիտի պատերազմներ անեն, այսինքն ես հասկացա նույնիսկ հայ էմիրներ են եղել, որ ժամանակին այդպես այդ տարածքները, այս ժամանակակից տարածքները նույնիսկ Վիկիպեդիայի մեջ ես հանդիպեցի մի հայ էմիր գրած էր, որ Armen Emir հայ էմիր, այսինքն հայ էմիրը հետաքրքիր է գիտեք ինչ է, ես վերջերս ծանոթացա մի պատմաբանի հետ, որը որ միջին դարերի պատմությունով էր զբաղվում Էմիրատներում, ծագումով սիրիացի էր, կարծեմ սիրիացի էր, թե հորդանացի, ասեց, գիտեք, որ մեր բոլոր գրքերի մեջ, պատմության մեջ, գրքերի մեջ, որ Բյուզանդիան գրվում է հայ հունական կայսրություն, իմպերիա Ասում բոլոր մեր արաբական գրքերի մեջ գրված է, դա եղել է հայ, հունական եւ 80% թագավորները հայեր են եղել։ Ասեցի ես գիտեմ, բայց ես չգիտեի որ դա հայ հուն, ասեց այո, մենք գրքեր ունենք, որտեղ գրված է եւ որ դա հայ հունական կայսրություն է եղել։ Հունաստանը եղել է, Հայաստանը եղել է, բացի դրանից եղել է Բյուզանդիա, որը հայ հունական երրորդ ինչ որ նոր պետություն են ստեղծել։ Հետաքրքիր է, լավ, Հովանես ջան, ասենք դուք հիմա Ես մեզ հայել եմ ասում, գանք այդ վերջացնեի այդ իմ միտքը, ես շատ անգամ դեպքեր է եղել, որ ասենք թե մեծ արարողությունների ժամանակ մեր հայերով որ մտել ենք հանդիպման ժամանակ կամ իրենց այդ տոներին բան, որ միկրոֆոնով հաղորդել են, որ հայերն են գալիս, հայկական դելեգը, բոլոր շեխերը ոտքի են կանգնում Դա իսկ նույնիսկ դեսպաններ, որոշ երկրների մար ավելի եսի մարդիկ գալիս էին ներկայ ոչ մեկը ոտքի չէր կանգնում, բայց երբ որ լսում են որ հայերն են գալի ոտքի են կանգնում։ Այդտեղ մեծ հարգանք կար։ Ես ավելին մի անգամ Աբու Դաբի մի շեխի հետ հանդիպեցի Ալ-Նայանների ընտանիք, որը իրեն հիմա պրեզիդենտ են, որ Իրաքի պատերազմի ժամանակվա բաներ են պատմում։ Որ իմացա, որ ես հայ եմ, եկա, փաթաթվեց, գրկա խառնվեց, ափսոս այդ շեխը հիմա մահացել է Ալ-Նայանների։ Հիմա ես փորձեմ մեր ժողովրդին ցույց տալ, թե ինչ եք անում դուք այդտեղ, հա, ձեր գործի բնույթը պատմում եւ հասկանանք, թե վերջապես վեբսայթն է, այստեղ թերթերի մեջ իմ մասին գրվել է, որ Պաղեստինի երեխաներին օգնել եմ ձերքի ոտքի պրոթեզներ, այս իմ վերնաշապիկի վրա էլ գրված է Շեխ Մուհամեդ Չերիտի, ստեղ այդ իր բարեգործական ֆոնդի վերնաշապիկն են։ Իմ մասին երկու դոկումենտալ կինո կա, մեկը Աբու Դաբի TV-ում, մեկը Դուբայի TV-ում։ Սա ձեր տոհմածառն էր։ Հիմա դուք ես ուզում եմ հասկանալ, դուք ո՞նց հայտնվեցիք ընդհանրապես Դուբայում ոնց հայտնվեցիք, սա ձեր Սա չգիտեմ ինչ է, սա դուք ասեք ինչ։ Որ ծուր թաթություն է լինում, ներսը քայլելու բան է օգնում ենք, որպեսզի այդ
Սրանք ամպուտացված մեր պացիենտներն են տարբեր ժամանակների։ Այսա ձեր մասին հոդվածը, ոնց հասկացա։ Իմիջիալոց ես մի հատ մեծ հոդված գրեցի թերթի մեջ, կարծեմ չունեմ, բայց այդ թերթը մանեկա չգտա։ Սա Եմենի, ես Եմենում կենտրոն բացեցի, Մարեբ քաղաքում իրենց կիսալուսինի Կարմիր խաչ եւ կիսալուսինի հետ միասին Մարեբ քաղաքում պրոթեզարան բացեցինք եւ 70 պացիենտների պրոթեզավորեցինք, հետո այդ կենտրոնը հանձնեցինք Սաուդի արաբցիներին, իրանք շահագեցին, Էմիրատը դուրս եկավ այդ Մարեբ քաղաքից, 10 տարեկան եմենցի է, որ աջ ոտքը ամպուտացված երեխա։ Ես նկատի ունեմ այստեղ ուղղակի քաղաքացիական այսպես ժողովուրդ են, թե պատերազմից դժվարներ կան։ Սրանք դպրոցում է եղել, երեխան դպրոցում է եղել, բոմբ ընկել է, ոտքը դրվել է, սրանք սա դպրոցական երեխա է, այդ նույն դպրոցի երեխաներն են, մի 10 երեխա ունեի մենք։ Այս դրա մասին է խոսում եւ Ռասել Խեմայի հիմնել են հայերը։ Այս ստեղ գրված Շեխ Կասիմի դա գիրքը մեջ է գրված Վիկիպեդիայում է, եթե գրում եք Ռասել Խեմա history, դեղ ասում է որ բոլոր հայերն են հիմնադրել։ Ստեղ Մուհամեդ Ալ-Քասիմի այստեղ որ կարդանք Հա, բացահայտորեն դոկտոր Իմիջայլոց Սուլթան բին Մուհամեդ Ալ-Քասիմի շարժայի ինքը պատմաբան է, արաբագետ է, սա է ինքը, արաբագետ ինքը, և հայերին շատ է սիրում, հաղարցնի վանքը ինքը վերանորոգեց, իրան գումարներով $20 միլիոն տրամադրեց, իրեն և իրան տղային տվեցին Հայաստանի պատվավոր քաղաքացիություն, անձնագիր ունի, ես էլ շատ մտերիմ եմ, տարեկան ասենք թե մեկ Այստեղ Ջուլֆարի մասին են խոսում արդեն։ Ջուլֆար հասկանալի է։ Լավ, քաղաքը կա եւ Ջուլֆար անունով դեղագործական մեծ գործարան կա։ Իմիջիալոց այդ գործարանն այն դեղերը, որոնք որ 3, 4, 5 ամիս որ մնում որ այդ իրանց այդ expiry date սրոք խրայնեն եւ ոնց կասես հայերեն որ ժամանակ ժամկետը Պապանան ժամկետը որ արդեն անցնելու վրա է լինում, այդ դեղորայքը տալիս են, ես ուղարկում եմ Հայաստան։ Հիմա տեսեք ես ինչ գտա այստեղ։ Ուրեմն գտա տեսեք, հիմա փորձենք մի հատ մեր ժողովրդի նորից ցույց տալ դա, հա։ Ուրեմն սա ձեր այդ պատենտներ, հա։ Այո, ագարների վերաբերյալ գյուղատնտեսական նորարարություն էր, որը որ հեղափոխություն է, այսինքն ինչ եմ անում, հողի տակ այդ կարբոնի խողովակները, որոնք կարող են 25-30 տարի հողի տակ մնալ, իրենց խողովակներում կան նաև գլանաներ, բաց գլաններ, որտեղից փչում է արմատներին օդ եւ թթվածին մաքրված ատմոսֆերայից վերցում է օդը թթվածինը մաքրվում է եւ գետնի տակ տրվում է արմատներին 30 սանտիմետր ներքևից հետո հողի տակ 30 սանտիմետրից հետո ընդամենը 1% է թթվածինի ես տալիս եմ 20% պլյուս թթվածին եւ իմ բույսերը ավելի մեծ են արագ են աճում շուտ են մի 10-15 օր ավելի արագ են աճում մեծ են լինում իրեն չափսերով այդ նույն ասենք բազուկը կարտոֆիլը գազարը մի խոսքով շատ գործածության մեջ է դու բան սրա այդ թույլտվությունը ես փորձարկումները բան ամեն ինչ արել եմ հետո ստեղ ինձ տվեցին Շեխ Մուհամեդը հայտարարել էր innovation շաբաթ նորարարության շաբաթ իմ պատենտը ներկայացրեցի եւ 5 լավագույն պատենտների ճանաչվեց այս բանը իմ պատենտը Շեխ Մուհամեդը կարգադրեց իրենց էկոլոգիայի եւ ջրային տնտեսությունների նախարարությունը անպայման փորձարկումներ անել արդյունքները ցույց տալ
Փորձարկումները տրամադրեցին ինձ ամեն ինչ, նույնիսկ ջերմոցներ տրամադրեցին, ես փորձարկումները արեցի։ Ձեզ մոտ ոնց որ մտնում արդեն մի հատ լույս վառեք, որտեղ կամաց արդեն, Կարծեմ 2-3 ժամվա, եղավ շատ։ 3 ժամվա տարբերություն է տալիս։ Մի խոսքով այդ տրամադրեցին, փորձարկումները արեցին, մոտ 25 մետր ոչ իմ տեխնոլոգիայով, 20 մետր իմ տեխնոլոգիայով փորձարկումներ արեցինք, ֆանտաստիկ էր, բոլորը այդ շեխեր, ղեկավարներ եկել տեսել էին, նայում էին, զարմացած էին, համը փորձում էին, ինքը մեծ, այդ պղպեղները մեծ, ավելի կրկնակի մեծ էին եղել եւ վարունգները ամեն ինչը ֆանտաստիկ էր։ Մի խոսքով առաջարկեցին ինձ, ասեցին եկեք դարձնենք սա 50% մեր նախարարությունը քեզ հետ փայատել լինի, կդարձնենք trademark of UAE Էմիրատների trademark-ը, ոնց որ ասենք թե Pepsi-Cola, Coca-Cola-ն է, դու մեծ գումարներ կաշխատես 50-50 կմ իրար հետ կկիսվենք բան, հետո իմ advocate ասեց, չէ, այտենց բան մի արա, որովհետև դու ձեռքերդ կապում ես, չես կարող աղամիսոր Ամերիկային ծախես, Կանադա եւ այլն, այս երկիրը շատ փոքր երկիրը, այսինքն բանով ասած, ագրոնոմիայով, գյուղատնտեսությունով, պատկերացնում եք Էմիրատներում 2000 կամպանիաներ կան գրանցված, որից երկուսը հայեր են իմիջայլոց։ Այսինքն այն ինչ որ դուք հիմա արել եք այդ նորարարությունը պիտի ցանկացած կլիմայի դեպքում պիտի արդարացնի։ Այո, օրինակ շոկ եղանակներին ես վերցնում եմ, ասենք թե 40 աշճանը շվաքում, արևի տակ 50 աշճան, ես ատմոսֆերայից վերցնում եմ կամպրեսորը բան եմ անում, այդ ֆիլտրացնում եմ, մաքրում եմ, սառեցնում եմ օդը եւ 20-22 աշճան տալիս եմ արմատներին եւ տերևի վրա փորձարկումներ ենք արել, այդ ջերմաչափեր կային հատուկ տերևի ջերմությունը չափող, ասենք թե ցույց էր տալի 30-32, երբ որ ես արմատներին արդեն փչում եմ 5-10 րոպե հետո այդ նույն տերևի վրա չափում ենք ցույց է տալի 26 աշճան։ Շատ հետաքրքիր։ Օրինակ ցուրտ երկրներում ինքը ֆանտաստիկ բան է, ցուրտ երկրներում էլ ասենք թե կարտոֆիլը դրել ես հողի տակ, որ ձմեռը ջան տակ մնա, ինքը ծլի եւ այլն, որ կարտոֆիլ դառնա, գարունը հավաքես, չէ։ Եթե 30-35 աշճան ցուրտ 40 աշճան է, այդ կարտոֆիլը սառում է, գարունը ոչ մի բան չի կարող ինքը դուրս գա այդտեղից։ Այդ կարտոֆիլը շատ խորը չեն հողի տակ մտցնում, էլի, այսինքն կսառի հասած։ Այդ ժամանակ ես տակ հոտ եմ տալիս, դրսում -30-ը, ես +30 եմ տալի։ Պատկերացնում սա ինչ կլիներ մեզ համար։ Ես տեսեք ինչն է հետաքրքիր։ Որպես այսպես կամաց եզրափակենք, տրամաբանական մեր այս զրույցի այդ տրամաբանական եզրափակում, օրինակ շատ հայերի մասին, որ մենք խոսում ենք, ես իմ անունից եմ ասում, մնացածի հետ այսպես պատասխանատվություն մնացածի համար։ Ասում են, դե երկիրը տվեց այդ հնարավորությունը, չգիտեմ, Ֆրանսիան տվեց այդ հնարավորությունը, Ամերիկան տվեց, նույնիսկ Ռուսաստանը տվեց, որ մնային Հայաստանում, այսինքն ոչինչ չէին անելու։ Ես ուզում եմ հասկանալ, ասենք, Ռայմոն Դամաջյանի պես ուղեղը, շատ լավ է։ Ռայմոն Դամաջյանը շատ դժվար ճանապարհ անցավ եւ վերջում գիտեք երկու հрьяաներին տպեցին այդ բանը։ Նոբելյան մրցանակ իրեն իմիջայլոց Էդվարդ ջան, ասեմ, որ իմ advocate-ը հոկտեմբեր ամսին իմ եւ աղջիկաս անունները մեր պատենտի, քանի որ մեր պատենտով կարող էր 20-25% մեր այսօր մեր պլանետայում, մեր մոլորակում, ասենք թե բնակչության 50%-ը սոված է քնում։ Այդ 50%-ից 25%-ին իմ պատենտով մենք կարող ենք կերակրել, այսինքն 25-30% շատ բույս է ապրանք ստանալ, այդ պատկերացրեք բրնձի դաշտերում ոնց կաշխատի սա։ Ես պատկերացնում եմ, բայց դրան զուգահեռ լրիվ ուրիշ բան եմ պատկերացնում։ Ես ուզում եմ ասել, տեսեք,
Ռայմոն Դամադյանի կամ չգիտեմ Միքայել Տեր-Պողոսյանի հա երբ որ այդ պետ շերտագրող այդ համակարգ այդ կոմպյուտերն տոմոգրաֆիան սարքեց չէ Միքայելը Գերմանիայից էր գնացել տեսեք ասում ենք ԱՄՆ-ը տվեց այդ հնարավորությունը ճիշտ է ԱՄՆ հնարավորությունների երկիր շատ կարող ԽՍՀՄ-ից շատերը փախան օրինակ մենք Հանճարեղ Քիոնջյան Էդվարդ ունենք որ ԽՍՀՄ-ից փախավ նույնիսկ ֆաշիստներին գերին գա վերջում մի կերպ հասել էր ԱՄՆ եւ դարձել էր համաշխարհային միկրոէլեկտրոնիկայի հայրը Էդվարդ Քիոնջյանը բայց չէ որ եթե չլիներ այդ հանճարեղ ուղեղը բնածին ուղեղը ենթադրենք Ռայմոն Դամադյանը չուներ այդ ուղեղը իշքապ ուներ որ երկիր էին տանելու ճիշտ է հնարավորությունները տվեց երկիրը ճիշտ է ամեն ինչը տվեց այսինքն այնպես չի որ աշխարհի երեսին ասենք մի չգիտեմ միջակության ինչ-որ մեկին վերցնենք տանենք ԱՄՆ կարող է դառնալ Ռայմոն Դամադյան, որովհետև այնտեղ ԱՄՆ-ն կամ բերենք Ռուսաստան խեղդվի, որովհետև սա Ռուսաստանն է։ Ես նկատում եմ այդ ուղեղները, որոնք օգտագործվեցին ԱՄՆ-ի զորացման համար, որոնք օգտագործվեցին ԽՍՀՄ-ի ամբողջ աշխարհով, այսպես անուններ չտանք, հա, իմ աշխարհագրական դիրքը այդպես կարևոր չի։ Ըստ ձեզ հիմա 91-ից արդեն խոսեցինք անկախություն, 94-ին հասանք, հա, երբ որ շատ թե քիչ այդ հաղթական կերպարով այսպես հրադադարը կնքեցինք շատ շահավետ պայմաններով 30 տարիները պարզապես տանուլ տվեցին բոլոր կառավարություններ, այսպես հերթով եկանք հասանք այս Լենու Բոլդարում ու տեսեք ինչ եկավ գլխներից։ Մի հատ 2016-ը եկավ դրանից էլ խելք չվերցնեցին, եկան 2020-ին ինչ օրի հասան եւ դրանից հետո դեռևս շարունակվում է այդ անորոշ անհասկանալի վիճակը։ Բացարձակ այսպես չանձնավորելով եւ որևէ անուն չտալով։ Դուք նաեւ ես գիտեմ նախարարի խորհրդական եք եղել կամ փոխնախարար եք եղել ժամանակի։ Նախարարի խորհրդականն եմ եղել Աշոտ Եղիան Հիմա պատկերացրեք ձեզպես մարդու, չգիտեմ Հայաստանում քանիսն է ձեզ ճանաչում, գուցե հիմա կնայենք ճանաչեն արդեն հիշեցնում եմ դոկտոր Հովհաննես Շուռյան վերականգնողական կենտրոնի, այսպես արդեն Դուբայում, հա, լուրջ բժիշկ հիմա ի՞նչն է խանգարում ձեզպես մարդկանց կանչել Հայաստան եւ ասենք պատկերացրենք ձեզ առաջարկում են գլխավորել ՀՀ առողջապահության նախարարությունը ձեր առաջին քայլերը այս երկրում հիմա այս վիճակի ինչ է կարծում ինչ հնարավոր տարբերակներ կա միշտ ամեն անգամ նույնիսկ իմ ընկերներն էլ ամեն անգամ երբ որ զրուցում ենք այդ Հայաստանի շուրջ իմ ընկերներն էլ միշտ նույնիսկ իմ Սփյուռքի կամ Հայաստանի իմ ընկերները ասում են դու ավելի պետք է գայր Հայաստանում ասեմ ես ինքս զգում եմ որ ես դրսից Հայաստանին ավելի շատ կարող եմ օգնել նախ դա իսկ նախատեսել եմ ես գիտեք ուզում եմ որ երևի ապրիլ ամսին ցանկանում եմ վերադառնալ Հայաստան եւ ես իմ պատենտը այդ ագրոնոմիայի վերաբերյալ անել ասենք թե ինչ որ մի ծերանոցի տարածքում կամ զինվորական չաստի այդ զինվորական զորամասի տարածքում մեր զինվորները թող տարեկան 12 ամիս թարմ վարունգ, պամիդոր, ամեն ինչ ուտեն, ինչու՞ չէ, նույն կանանչին, սալատը, իրենք էլ ինչ որ կամ ասենք թե թոշակի անցած ինչ որ աշխատողներ, զինվորականներ թող գնան այդ ֆերմ բաներում, ջերմոցներում աշխատեն, իմ տեխնոլոգիան նաև բաց տարածքների համար է նաև շատ օգտակար է երբ որ օդով եւ թթվածնով հարստացվում է հողը եւ նախատեսում ու ցանկանայի ասենք թե մի հատ փորձարարական լաբորատորիայի նման ինչ որ ծերանոցի տարած որը վաղը միսուրը մեր տատիկ պապիկները որոնք որ տիրություն պետության խնամքի տակ են իրենք օգտվեն այդ բուսականությունից այդ կամ եւ ինչպես ասացի այդ զինվորական չաստերից ինչ որ մի մեծ ինչ որ միտեղ կառուցել
կցանկանայի սա անել եւ նույնիսկ ես գիտեք ինչով է ինչ եմ պատրաստ անելու ես պատրաստ եմ մեր կառավարությանը վարչապետ լինի պրեզիդենտ էկոնոմիկայի գյուղատնտեսության նախարար ես տամ իրենց թույլատրություն կամ power of attorney որը որ իրենք երբ որ ասենք թե գնա Չինաստանի պրեզիդենտի հանդիպման ասի մենք ունենք կոնյակ մենք ունենք ծիրան մենք ունենք նաեւ այս տեխնոլոգիան պատրաստ եմ ես եմ պատրաստ եմ երբ որ իրանք ինձ ծանոթացնեն ասենք թե Չինաստանի պրեզիդենտի հետ կամ ես իմ նախարարի հետ որոնք որ համաձայն այս տեխնոլոգիա ես իմ եկամուտների 10% տրամադրում եմ Հայաստանին ասեմ ձեզ եթե ես լինեի ղեկավարության գլխում ասենք հասարակ մի բան ասեմ ես Արմենիկումը երբ որ ստեղծեցին այդ սպիդ այդ AIDS Արմենիկումը երբ որ դեղորայքը ստեղծեցին ես վերջեցի իմ գոլֆի երկրների այս գոլֆի ծովածոցի երկրների ներկայացություն իրանք տվեցին բոլոր այդ դոկումենտացիաները ֆայլեր եւ այլն նմուշներ եւ այլն գրքեր ինչեւ հիմա ունեմ գրանցեցի եմ երադներում ամեն մարդ չէր կարա գրանցել ես գրանցեցի հետագայում երբ որ այս կորոնան 20 թվականի սկսվեց մենք նախարար ունենք Արսեն Թորոսյանն իրեն այդ փոխարինը տեղակալի միջոցով որը որ հիմա նախարար է դրա միջոցով ասեք որ Արսենին որ մեր գիտնականներին ասեն որ զբաղվեն այդ նույն թագավոր վիրուսն է այդ նույն սպիդը եւ այս կորոնա նույն թագավոր սպիդն են մի քիչ փոփոխությամբ մենք կարող ենք դրա դեղը հենց այդ սպիդի դեղը 50%-ով թույլաtsնել ինքը յոդի հիմքի վրա է այդ Արմենիկումը արված կրիստալ յոդի հիմքի վրա է արված 50-70%-ով թույլացնում էր, սրսկում էր ոչ մեկ էլ կորոնայով չէր վարակվել կամ վակցինացիաներ անել, դրա ավելի թույլ տեսակը սարքել, վակցինացիաներ անել, ամբողջ աշխարհին առաջինը մենք կլինեինք։ Ես ասել եմ փետրվար-մարտ ամսին եմ ասել 20 թվականի։ Գիտես ինչ պատասխան է տվել իրեն տեղակալին։ Ինձ ինչ որ ասում են, ես հակառակն եմ անում։ Ես մի անգամ ուզում եմ այդ մարդու դեմքին աչքերին տենամ ասեմ հա պատկերացնում եք այդ մարդը փոխնախարարն էր դες պատասխանել չէ փոխնախարար ասել էր նախարարին որ սենց առաջարկություն կա որ Արմենիկումի վրա աշխատել նախարարը իրեն տեղակայել այդ նույն փոխնախարարը հիմա նախարար է այդ կինը ասել էր ինձ ինչ որ ասում են ես հակառակն եմ անում դե արի այդ մարդուն բան հասկացրա Դե ինչև է, գիտեք ինչ, այսօր էկոնոմի ես լավ կրթություն եմ ստացել տարբեր երկրներ, հետո ինքն ուրիշ այդ 1-2-3 ամսով կուրսերի եմ մասնակցել մարքեթինգի եւ այլն էկոնոմիկայի, եւ Հայաստանում գործազրկությունը կարելի է 1 ամսում վերացնել, գիտեք ոնց Ասենք թե մեծ գործարան է, թեկուզ սեփական կամ պետական, չգիտեմ հիմա պետական գործարաններ երևի չկան, այդ նույն սեփական գործարանին ասում է սա եղբայր 6 ժամ է մարդը աշխատելու, 6 ժամից հետո երկրորդ նույն սմեն, ասենք թե 500 աշխատող ունի այդ գործարանում, ասենք թե տաբակ այդ ծխախոտնա կամ այդ հրուշակեղենի եւ այլն ոչ թե 8 ժամ աշխատի օրական, այլ 6 ժամ, 12 ժամ աշխատի կամ 3 սմենով աշխատեն։ 3 սմենով որ աշխատեն, Հիմա էլ են աշխատում, Ովանես ջան, հիմա էլ կան սմենով աշխատողներ Հայաստանում։ Ուզում ասեմ, նույնիսկ այն գործարանները, որ բայց պետությունը ասում է, գիտես ինչ, դու ավել արտադրանք ես տալու, ես այդ արտադրանքը ես տիրություն եմ անելու այդ արտադրանքը ես կկարգավորեմ որ էքսպորտ գնա վաճառվի Ռուսաստան եւ այլն դուրս դրսի երկրներ դա էլ դրա ճանապարհն էլ կա դա ոնց է արվում գիտեք այդ նույն վարչապետը հրամայում է բոլոր բաներին այս դեսպաններին կոնսուլներին այդ որ երկրում որ դու ապրում ես առևտրի կենտրոն ստեղծել
Այսինքն ոնց որ ցուցահանդես, մշտական ցուցահանդես։ Ժամանակի սովետներ անում։ Ցուցահանդես, ասենք թե Հայաստանի բոլոր ապրանքները, ասենք թե Դուբայում դեսպանատունը տեղի ձեռներեցների հետ միասին մի 100 քառակուսի տեղ է վերցնում եւ ասում եմ, այս անում եք, օգնում եք, այս 10% միշտ այդ քանի պայմանագրներ դուք կապեցիք, այս 10%-ը ձեզ է գնում։ Մի խոսքով այդ ճանապարհներն էլ կան։ Հազարում գիտեք, այսօր մենք կարող ենք այնց անել, որ բժշկությունը մինչև 18 տարեկան անվճար լիներ եւ այդ ծերերին ասենք թե 55 կամ 60 եւ ավել բոլոր թոշակառուներ եւ այլն այդ թոշակառուներին գործազրկության միակ գիտեք աշխարհում գործազրկությունը խի շատացավ երբ որ թոշակի տարիքը ավելացրեցին 60 տարեկան 65 տարեկան ասում նոր ենք թոշակ տալու իսկ երիտասարդ կադրերին գործի չէին վերցնում ոչ կանայք 50 տարեկանից են թոշակ գնալու տղամարդիկ 55-ից տեսեք քանի բան է այդ դպրոցներն էլ որ 12-13 դասարան դարձրեցին ինչի համար որ թոշակի ուշ գնան թոշակի այդ 3 տարին ուշ գնան թոշակի պատկերացնում եք չէ երկարացնում են այդ ամեն ինչը պատկերացնում Ինչև է լավ սրտացավ երբ որ ղեկավար լինի երկրի գլխում հենց այդտեղից պիտի սկսենք դա շատ կարևոր է բոլոր գիտեք ինչ մենք կապ չունենք մենք այսօր որտեղ ենք ամեն մեկս պետք է փորձենք ինչ-որ բանով մեր երկրին օգտակար լինել ես պատրաստ եմ այդ նույն իմ պատենտը օգտագործել ես օրինակ պատենտ ունեմ նաև բան ունեմ իդեա ունեմ ասենք թե մեր այդ թռչող այդ անօթաչու սարքերի բան ունեմ նկարած որը որ կարելի է օգտագործել որը որ նմանակը չկա չնայած շատ բաներ կա չի կարելի ասել որ թշնամիներից էլ կարող են լսել օրինակ այսպիսի մի բան կա որը որ Ես ինքը իր վրա կարող է 4 հատ ռակետ իր տանել էս մեկը։ Վայսյան, ես կարծում եմ մենք ես մի հաղորդումը քիչ էր։ Իրոք կարելի է մի հատ էլ հաղորդում անել, ես շատ հետաքրքիր նյութեր ունեմ եւ հայոց ծագումնաբանության եւ մեր էպոսնեագիտության, գիտեք մեր Սասունցի Դավիթը Ես կարող եմ ապացուցել, որ 8-ից 10,000 տարեկան պատմություն ունի մեր Սասունցի Դավիթը։ Ես նկատի ունեմ, որ կարելի է կփորձենք, գիտեք ինչ անել, կփորձենք չգիտեմ, 1, 2, 3 հոգով այդպես, տեսնենք ում կարող ենք հրավիրել, մենք այսպես մի հատ ընդհանուր նորից մի քիչ ավելի ծավալուն կզրուցենք այս ամեն ինչի շուրջ, տարբեր թեմաներից էլի Բայց այն որ դուք եզրափակեցիք այդ կարելի է սանել եւ վերջում հենց ինքներդ տվեցիք այդ հարցի պատասխանը եթե սրտացավ մեկը այսպես այսինքն հիմքերի հիմքը գալիս է հենց մեր ժողովրդական խոսք ունենք ասում մարդու մտքին տեղ լինի կճուճում էլ եղ կլինի հա այդ մտքին տեղ լինելու հարցներ էլի որտեղ չես հասկանում Միթես մարդկանց մտքին տեղ չկար եւ արդյոք դիտավորյալ չկար այս մարդկանց մտքին տեղ նրանք որ դիտավորյալ ասենք չգիտեմ այդ 30 տարիների ընթացքում ինչ օրերի հասան ինչ արեցին եւ կրկնում եմ այն երկիրը որ շահավետ դիրքով էր դուրս եկել 94 թվականին եւ չգիտեմ այդ 30 տարվա բոլորը հարգում էին գիտեք մեզ բոլորը մեզ սիրում էին ընդունում էին այդ որ ավելին ասեմ մի հատ կիսատ թողեցի միտքը ես Աբու Դաբիում հանդիպեցի այդ Ալնայանների ընտանիքի մի հատ շեյխի հետ երբ որ իմացավ հայ եմ ասեց մենք խոնարհվում ենք ձեր առաջ ասի ինչի հիմքի վրա որ քանի որ մենք ենք այս երկիրը չէ ասեց դուք քրիստոնյա լինելով Իրաքի Ամերիկային չտվեցիք օթանավակայանը ձեր որպեսզի Իրաքին մեր եղբայրներին խփեն Բրավո ասեց նույն Ադրբեջանը տվեց Թուրքմենստանը Կազախստանը
Ուզբեկստան, Տաջիկ, բոլորը տվեցին իրանց ամիսը $1 միլիոն վաճառեցին իրանց օդանավակայանները, որպեսզի ամերիկյան օդուժը իրանց օդանավակայաններից օգտվեր եւ ռմբակոծեր, բայց միայն Հայաստանը չտվեց, բոլոր արաբական աշխարհներում էս խոնարհվում էին, մենակ այդ մի բանի համար։ Ինչև է հարկավոր է մենք կամաց այսպես եզրափակենք այսքանով ես ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ մեկ անգամ ամեն դեպքում քիչ էր, որովհետև ահագին թեմաներ մնաց այդպես կիսատ եւ չեմ կարծում թե 1 ժամ կամ ժամ 10 րոպեվա մեջ հնարավոր է այդ ամեն ինչի մասին խոսել, բայց կրկնում եմ կփորձենք մի քիչ ընդլայնել այսպես Այս անգամ որ փորձեք դուք ստեղծեք երկրորդ առիթը շատ կարևոր թեմաներ կան, որոնք որ թեկուզ մեծ կլսեն կամ մեկը մյուսին փոխանցելով այսօր մեզ չի կարելի սահմանալ մենք պետք է վերացնենք մեր սահմանադրությունը Եղբայր, ես Գերմանիայում սովորել եմ, Գերմանիան, Անգլիան սահմանադրություն չունեն, երբ որ Գերմանիային դասախոսին ասում են, բա ինչու դուք սահմանադրություն, ասում են մենք Քյոնիգսբերգը հլպտի վերցնենք, մենք Չեխիայում, Լեհաստանում տարածքներ ունենք, այստեղ այնտեղ տարածքներ ունենք, մենք մեր երրորդ ռեխի տարածքներ են, ինչև չվերցնենք Ռուսաստանում էլ ունեն։ Այլ նույն Քյոնիգսբերգը Կալինինգրադը Քյոնիգսբերգն է, իրանք ասում են, երբ որ իրենք ունեն երկրի հիմնական օրենքները թույլատրում է SSS, կարմիր գիրք չի թույլատրում SSS եւ ունեն նաեւ գրքեր, ասենք թե սոցիալական ծառայության գիր, օրենքների գիրք, առողջապահության ծառայության գիր, 10, 11, 12 գրքեր ունեն Մենք էլ պետք է այդպես անենք, չէ՞ որ դու երբ որ սահմանադրություն ես անում, քո սահմանադրությունում գրում ես 29800 քառակուսի կիլոմետր, հետո չես կարա գնաս այդ նույն փառք Աստծո, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան խելացի եւ անխելք են, որ դեսպանատուն չեն հիմնում Հայաստանում, Թուրքիան որ խելացելի դեսպանատուն կհիմնի, կասի Եղբայր դու բերել ես ինձ տվել ես քո սահմանադրությունը, չէ՞ որ դեսպանը երբ որ գնում է դեսպանը, նաև տանում է այդ երկրի սահմանադրությունը, տալիս է, ասում է ես այս սահմանադրությունով եմ գալիս քո երկրում դեսպան։ Նշանակում է գրում ես 29000, բայց մեր տարածքները 620000 քառակուսի կիլոմետր է եղել, եղբայր, մենք 29800 չենք եղել։ Մի խոսքով այս ամբիջը հարկավոր է որոշ մարդկանց ականջներին հասնի, թեկուզ կզրուցենք, անպայման կզրուցենք, փորձենք ես իհարկե ժամանակ չեմ կարող ասել, բայց կփորձենք անպայման։ Ամեն դեպքում շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար, շատ հաճելի էր։ Եմ ժողովուրդ ջան, Դուբայում վերականգնողական այսպես բժշկական կենտրոնի պատվավոր դոկտորում էր Երևանցի Հովհաննես Ջուլյան, ճանաչեք այս մարդուն։ Մենք կհանդիպենք կրկին, տեսնենք Աստվածն առաջ Հովհաննեսյան։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, անփորձանք մնացեք եւ առողջություն բոլորին։ Ամենայն բարիք Աստված մեր երկիրը լավ ոտքի կանգնի։ Ես վստահ եմ կկանգնեն։ Քրքրքորյանը ասում էր, երբ որ փողն ու խելքը միասին աշխատեն, այդ երկիրը ոտքի կկանգնեն։ Դա շատ Քրքրքորյանը վերջում իր տարիների վերջում հասկացավ, որ փողերը պետք չեն այդ բաների դարակների դասավորել, հարկավոր է դնել գիտնականներին տալ, որ գիտեք, այս Արմենիկումի այդ բանից կորոնավիրուսի դեղեր 2-3 ես ինստիտուտներ գիտեի, $1 միլիոն էր իրենց հարկավոր, որպեսզի այդ կորոնայի դեղը ստեղծեին։ Այսօր Մեսի, то ես եմ Ռոնալդո, ես եմ գոլֆ խաղացող, Tiger Woods եւ այլն ավելի շատ փող ունեն, քան թե ինչ որ գիտահետազոտական ինստիտուտներ, նրանք սխալ են, այդ ամեն ինչը սխալ մունքներ են։ Եղավ Հովհաննեսյան։ Ամենայն բարիքներ ձեզ։ Շնորհակալ եմ, կհանդիպենք, ստեսություն, լավ մնաց։ Ստեսություն։